Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, տաղավարում այսօր մեզ հյուրընկալվել է բժշկուհի, բլոգեր Սուսաննա Զադոյանը։ Ողջույն Սուսաննա ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ տաղավարում այսօր մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք առաջին հարցից, նախ ինչպես սկսեցիք ծավալել ձեր գործունեությունը սոցիալական մեդիայում։ Որպես այդպեսին ինչ որ սկիզբ չեմ կարող նշել, ամեն շատ տենց աստիճանաբար է զարգացել։ Սկզբում, ինչպես նշում եմ, ինձ նայում էին միայն իմ բարեկամները, բայց ես մեկ է նույնքան ակտիվ էի, ինչքան հիմա, նույնիսկ հնարավոր է այն ժամանակ ավելի ակտիվ էի, այսինքն տենց սոցցանցերում կիսվելը, կոնտենտ ստեղծելը միշտ եղել է ինձ համար տենց հաճելի զբաղմունք, իմ հոբին է եղել։ Ու հետո ինչ որ ընթացք սկսեցին ինձ անծանոթ մարդիկ նայել բացի իմ բարեկամներից ու այդ ընթացքներ, երբ ես ակտիվորեն առողջ ապրելակերպից էի խոսում, նիհարելուց էի խոսում էի, չգիտեմ, սնունդից, մարզումներից, այդ ժամանակ ինչ որ անծանոթ մարդիկ ում հետաքրքիր էր թեման միացան իմ էջին ու շատ զարմանալի է, որովհետև ես հիմա այդ մասով արդեն կոնտենտ չեմ գեներացնում կամ գեներացնում ավելի քիչ, բայց սկսել եմ հենց այդպես։ Բայց չմոռանանք, որ ձեր առաջին ռեալ մասնագիտությունը բժշկությունն է եւ դժվար չէր այդքան երկար տարիներ սովորելուց հետո մի կողմ ես թողնում բժշկությունը եւ անցում ես կատարում դեպի բլոգինգի։ Իրականում դժվար էր, այնպես չի որ հեշտ է այդ որոշումը եղել ու մինչև հիմա այնց չի որ 100%-ով ես որոշում որ չեմ զբաղվելու բժշկությամբ։ Տենց ինչ որ մի տոկոս տենց շատ սիրում եմ բժշկությունը, որովհետև ես շատ սիրով եմ ընդունվել, համալսարանում սովորել եմ անվճար ու ինձ համար տենց բժշկությունը շատ ու բժիշկները ինձ համար տենց շատ ուրիշ կերպարներ են։ Պարզապես երևի հանգամանքների բերումով, մանավանդ որ մենք հիմա ունենք մեր բրենդը, մեր բիզնեսը, ու ես փորձում եմ իմ ողջ ներուժը բլոգինգում իմ գիտելիքները նաև ներդնել այդ ուղղությամբ, մտածում եմ, որ միգուցե ժամանակը պետք է ամեն ինչ իր տեղում կդնի, ու եթե հիմա այսպես է, ուրեմն երևի այսպես պիտի լիներ։ Քանի որ շատ երիտասարդներ են, մեծամասնությունը երիտասարդներ են ձեզ հետևում ու անընդհատ հարցեր են գրում, թե ինչպես որոշեցիք դիմել բժշկական, մի փոքր կպատմեք ձեր քննական շրջաներից, եթե հետընթաց գնանք դեպի ուսանողական տարիներ կամ սկիզբը, ինչպես որոշեցիք հենց որ պետք է ընտրեք բժշկությունը։ Ես հստակ գիտեի, որ ես ուզում եմ դառնալ բժշկուհի։ Մեր ընտանիքում տենց բժիշկներ չկային, կարելի ասել, միայն հորաքույրս է, ով այդ ժամանակ սովորում էր, երբ որ ես որոշում կայացրեցի, որ ես եմ ուզում դառնալ բժշկուհի։ Ես տեսնում էի իր տանջանքները, բայց դա ինձ չէր կանգնեցնում։ Հայրիկս էր ասում, որ քեզ պետք չի, չգիտեմ, պատասխանատվությունը մեծ է, շատ է տանջվելու, չարչարվելու։ Ես ասում եմ, ես որոշել եմ, դա իմ որոշումն է։ Ու հետաքրքիր փաստ, եթե ժամանակը հետո ես նորից նույն ճանապարհով կգնայի, այսօր այդ մասին էի հենց մտածում, որ ես չեմ պատկերացնում, ես ուրիշ համալսարանում սովորեի, ուրիշ մասնագիտություն ունենեի։ Միգուցե շատ կոնտրաստային է հնչում, որովհետև ես հենց այս պահին բժշկությամբ չեմ զբաղվում, բայց օրինակ բլոգինգի հարցում կոնտենտ ստեղծելիս, բովանդակություն ստեղծելիս շատ եմ սիրում աշխատել բժիշկների հետ, որովհետև ես կարծում եմ, որ այդ կամուրջը ինչ որ բժշկական կրթությամբ մարդ պիտի լինի, որովհետև բժիշկները սիրում են շատ բարդ տերմիններով խոսել ու բլոգինգի լեզուն չեն հասկանում հիմնականում ու պետք է ինչ որ թարգմանել, հա, իրանց ասածը, որ լայն հասարակությանը հասանելի լինի այն ինֆորմացիա, որ իրենք տալիս են։ Ոնց եմ, մի խոսքով որոշել էի դեռ շատ վաղուց, մանավանդ քիմիա շատ էի սիրում, կենսաբանությունը, բայց քիմիա շատ էի սիրում։ Մի պահ նույնիսկ մտածում եք, ես ուզում եմ քիմիկոս դառնալ։ Այդպիսի պահ էլ ա եղել ինձ մոտ։ Քննաշրջանները շատ ստրեսային ու ծանր են եղել ինձ համար, ինձ որ մոտենում էին իմ արդեն ավագ բժիշկ գոլեգաները, ասում էին կարոտելու այս շրջանը չէի հավատում, բայց հիմա կարոտում եմ։ Տարօրինակ է։ Հա, մտածում եմ այդ ոնց որ քննաշրջանի ընթացքում մտածում եմ, որ ես չեմ ապրում, ոնց որ կյանքը կողքովս անցնում է, ես չեմ ապրում, բայց երբ քննաշրջանը անցնում էր, ես դա շատ քիչ էր լինում։ Այդ ժամանակ արդեն նորմալ էր, երջանիկ էի։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են դիմել բժշկական, քանի որ շատ ստերեոտիպներ, ինչպես նաև չափազանցված այսպիսի պատմություններ կան, որ բժշկական համալսարանում շատ դժվար է սովորելը եւ նաև նշում են, որ որևէ կուրս կա, որից հետո հիմնականում մեծ մասը դուրս են օրինակ մնում։ Կա այդպիսի բան, իրականում մեր շատ համակուրսեցիներ դուրս էին մնում ու այնպես չի որ հեշտ էր այնտեղ սովորելը, բայց երևի այդ լեգենդներն էլ տոնց շատ չափազանցված են, որ բժշկականում սովորելը իրականում
կդժվարին եմ sense հստակ ասել, ինձ համար օրինակ այնքան էլ բարդ չէր, որովհետև ես շատ սիրում էի, բայց ունեի շատ համակուրսեցիներ, որ տանջվում տարապում են, չնայած սեսիայի ժամանակ ես էլ էի տանջվում տարապում, որովհետև դա շատ ուզում էի, որ ես պետքա անվճար սովորեմ, այդ իմ ներքին մղումներ, չգիտեմ, գերազանցիկության սինդրոմեր ինչ էր, ինչ խորհուրդ կտամ, երևի խորհուրդ կտամ, իրական շատ բարդ է 17 տարեկանում արդեն հստակ որոշա թե ինչ մասնագետ ես ուզում դառնալ, ոնց որ ես էլ եմ դրան բախվել, այն իմաստով, որ որոշել եմ 17 տարեկան, բայց ինչպես տեսնում եք, ես բան չեմ աշխատում իմ մասնագիտությամբ, կարևոր է, որ մաքսիմալ սիրով մոտենան, մաքսիմալ իրոք եթե սիրում են, վստահ եմ, որ ես այդպիսի կուրսեցիներ ունեի հենց, որ իրանք շատ բժշկության մեջ էին ու հենց հիմա իրանք շատ բժշկության մեջ են ու ստեղծվել են, ծնված են, որ բժիշկ դառնան, կարծում եմ։ Եթե զգում եք, որ նույնիսկ մի փոքր ձերը չի, ձեր ափսեում չեք զգում, իրական ավելի լավ է երևի հենց այդ պահին թողնել այդ որոշումը, օրինակ եկել եք, չգիտեմ, ինչ-որ մեկի դրդմամբ, ինչ-որ ստիպել են ձեզ, մի քիչ կարող է չափազանցում, բայց ամեն դեպքում եթե զգում եք, որ ձեր ափսեի մեջ չեք, ես թվում ավելի լավ է կեսից թողնել, քան ոնց որ մինչև վերջ տենց գնել ու վերջում այդպես։ Ու վերջում ոչ մի բան բժշկականությամբ չգնալ։ Իրան շատ փայլուն օրինակներ ունենք մենք մեր հենց հայտնիներից, որ բժիշկ են մասնագիտությամբ, բայց դեռ ուրիշ ոլորտում են հայտնի դարձել։ Դա կա, բայց ամեն դեպքում եթե զգում եք, որ ինչ-որ ուրիշ բան ձեզ ավելի աջակցում, կարծում եմ, որ լավ է, օրինակ չեմ երկրորդ չտարապել այդքան, նոր վերջին կուրսից որոշել, որ չէ։ Երբ որ խոսեցինք բժշկության մասին, մի հարց առաջացավ, այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ, օրինակ, չունեն կրթություն, բայց զբաղվում են կոսմետիկ միջամտությունների իրականացմամբ կամ նման ոլորտի գործունեություն են ծավալում, ըստ էս ինչպես կարող են կանխել սա, որովհետև այսօր շատ եմ տեսնում Instagram-ում, որ դեգրադացվում է տարբեր կոսմետիկ միջամտություններ, որոնք իրականում չափից դուրս են ու մարդիկ կարծես գնում են այդ ուղղության ետևից։ Մասնագետների հետ կապված իհարկե վերահսկողությունը իրական մեր սահմանից դուրս է, օրինակ ես իմ էջում փորձում եմ միշտ այդ պատվալային կոսմետոլոգիային վերջ տանք տես լոզունգներով հանդես գալ ու խորհուրդ տալ են բժիշկներին, որոնք հենց բժիշկ են ու որոնց մոտ ես ինքս օրինակ կգնեք վստահեի իմ միջամտությունները ցանկացած տեսակի, որովհետև եթե բժիշկ չի հաստատ չի վստահի, բայց ինչ վերաբերում է չափի հետ կապված, օրինակ չափը շատ սուբյեկտիվ հասկացություն է ու այն ինչ որ ինձ համար չափի մեջ է, մյուսի համար չափից դուրս է, դրա համար դա շատ եմ դժվարանում, ինձ համար դա սենսիտիվ թեմա է, իհարկե կան դեպքեր, որ տեսնում ես ակնհայտորեն մարդը ինչ որ շրջափուլի կամ արատավոր ինչ որ ցիկլի մեջ է ընկել ու իրան պետք է արդեն հոգեբանական օգնություն, բայց չափի հետ կապված օրինակ որ ասում եմ, «Ոյ ես ինչքան է, չեմ ես ինչ փող է բան», ես մտածում եմ, եթե ոնց որ ինձ համար չափից դուրս է, իր համար նորմալ է։ Երևի։ Նաև հիմնականում երբ որ դու համացանցում գործունեություն ես ծավալում, շատ հաճախ բախվում ես բացասական մեկնաբանություններին եւ չեն կարող դրանից խուսափել։ Հիմնականում մեկնաբանությունները այդպես որ ասեմ ուշադրություն եմ դարձրել ու գտել եմ որ շատ բացասական մեկնաբանություններ են եղել, սուտ կլինի, բայց շատ են քննարկում օրինակ անձնական կյանքը, հարցնում են թե երբ եք պատրաստվում օրինակ երեխա ունենալ կամ հենց քննարկում են թե ինչու թողեցիք ձեր մասնագիտությունը եւ սկսեցիք զբաղվել բլոգերությամբ։ Ինչ կարող եք ասել, ինչպես եք կարողանում հակազդել նման մեկնաբանություններին։ Իրականում ես հասկացել եմ, որ եթե բացասական մեկնաբանությունը ինձ կպնում է, իմ սրտին ու ինձ նեղում է, խոցում է, այդ նշանակում է, որ միգուցե ինչ-որ ճշմարտություն կար ասածի մեջ, որովհետև եթե ինչ-որ այնպիսի բան է, որ ինձ համար անհեթեթ է, ինձ չի դիպչում, ինձ չի խոցում, ես նույնիսկ եմ որ մտածում եմ ոնց է այս հարցը առաջացել մարդկանց մոտ։ Բայց օրինակ շատ նեղվում եմ, երբ որ այդպիսի նեղ անձնական հարցեր են տալիս, օրինակ հենց մեկը երեխա ունենալու հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե այնպես ստացվեր, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ես շատ ցանկանա երեխա ունենալու ինձ մոտ չստացվեր, շատ կնեղվեի, ու այդպիսի հարցերից սկսել եմ նույնիսկ չպատասխանել, որևէ կերպ չարձագանքել, որովհետև կարծում եմ, որ շատ մանավանդ հաստատ ինձ շատ կանայք զույգեր հետևում են, որոնք որ հաստատ իրենց համար սենսիտիվ է այդ թեման, ես որոշեմ որևէ կերպ չանդրադառնալ, եթե անդրադառնում եմ, ինչ որ հումորով եմ անդրադառնում, որպեսզի մարդ զգա իր հարցի աբսուրդ լինելու աստիճանը։ Այդպես եմ հակասում հիմնականում, բայց չեն կպտում ինձ, որովհետև ես հասկանում եմ, որ օրինակ տարիքիս հետ կապված ինչ որ տենց ալիք էր բարձրացել, որ մի քանի տարի առաջ ես գրում եմ դու 40 տարեկան եք երևում, բան։ Ինձ համար օրինակ անհեթեթ էր, ես նայում եմ հայլու մեջ, տեսնում եմ, որ ես 40 տարեկան չեմ երևում, ոնց կարելի դա ինձ խոցի, կամ ասում եմ ինքի թվիրահատի, չգիտեմ, ինձ օքեյ է։ Բայց եթե այնպեսի օրինակ բանի կպնեմ, որ իրոք ես այդ թեմով նեղված եմ, հաստատ շատ խոցված կլինեմ։
Նաև երբ որ հարց ու պատասխան եք դնում, շատ են հարցնում, թե ինչպես եք կարողանում դուրս գալ դժվար իրավիճակներից, ստրեսային իրավիճակներից, երբ որ դեմոտիվացված եք, ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Իրականում շատ են ինձ հարցնում, հետաքրքիր է, որ ես նես չի, որ շատ կիսվում եմ իմ ստրեսային իրավիճակներով, բայց հարցերի պատուհանում ամենաշատը ոնց հաղթահարել ստրեսի, միգուցե տենց համընդհանուր խնդիր է, չգիտեմ, բայց ես օրինակ ինչքան է ցույց չեմ տալիս, շատ սենսիտիվ, զգայուն, էմոցիոնալ մարդ եմ, ու մանավանդ էմոցիոնալ մարդու համար համ դժվար է բժիշկ լինելը, համ դժվար է բիզնեսում լինել, առհասարակ ես կյանքում էմոցիոնալ մարդկանց մի փոքր ավելի տենց գունեղ է կյանքը, ու տենց մտածում եմ գուցե դա է պատճառը, որ ես տենց էմոցիոնալ եմ, մտածում եմ կօգնեմ իրենց էմոցիոնալ այդ կրիզիսները հաղթահարել, բայց որպես այդպեսին խորհուրդ եմ տալիս միշտ, եթե զգում եք, որ կարիքը կա, այդ էմոցիոնալությունը կամ ստրեսային վիճակը ազդում է ձեր կյանքի որակի վրա, դիմել համապատասխան մասնագետի, հոգեթերապևտի, ինչը ես արել էի տարիներ առաջ, այդպես մի քանի ամիս այցելում էի հոգեթերապևտի, շատ հանգիստ էի, շատ էմոցիոնալ ֆոնս հանդարտվել էր ու ոնց որ այդ իրավիճակը անցնելուց հետո բոլորի խորհուրդ է տալիս ու գիտես sense լավ բան է առանց տագնապի կյանք կա եւ այլն, բայց հիմա էլի տագնապային եմ, թե ինչ կարծում եմ որ իրական տագնապային լինելս դեռ միջավայր չեմ հաղթահարել, այնպես որ նես չի որ ես լավ խորհրդատու եմ այս առումով, բայց փորձում եմ ինչքան հնարավոր է օգնեմ։ Հոգեբանին դիմելու առումով միգուցե որ այսօր Հայաստանում հոգեբանին դիմելը դեռևս նորմալ երևույթ չէ, ինչպես օրինակ շատ երկրներում կարող է պայմանավորված լինել, որովհետև վերջին շրջանում է, երբ որ մարդիկ օրինակ ավելի շատ են սկսել դիմել հոգեբանի, նախկինում իմ պատկերացմամբ միշտ մարդիկ խուսափում էին դիմել հոգեբանների։ Նույնիսկ հիշում եմ, երբ որ համալսարանն ենք ցանկանում ընդունվել, միշտ ասում էին, որ ինչու եք օրինակ ցանկանում գնալ հոգեբանության ֆակուլտետ, որովհետև այդ ֆակուլտետը ավարտելուց հետո միևնույն է աշխատանք չեք կարող գտնել։ Հիմա կարծում եմ, որ հակառակ տենդենսն է, հակառակը մարդիկ դաշ ջանում են ամեն ջանել, որ ֆինանս կարողանան տրամադրել հենց իրենց հոգեթերապիայով զբաղվելու համար, տենց մտածում եմ, որ հակառակ տենդենսն է գնում, նույնիսկ տենց էլ հաստատ օրինակ մի քանի տարի առաջ երբ որ ես այցելում էի հոգեբան, միգուցե տենց ինչ որ մի տեսակ ասեմ, բայց դու ինչ ես գնում հոգեբան, նորմալ մարդ ես, բայց հիմա տենց երբ որ ամեն անգամ ես խորհուրդ եմ տալիս ինչ որ մեկին դիմել մասնագետի, տենց ինչ որ հակազդեցություն չեմ տեսնում, են ասում են բա ում խորհուրդ կտաս դիմել, ինչ մասնագետի դիմել, բան տենց ավարի մի քիչ խորանում են հարցի մեջ։ Նաև նշեցիք, որ զբաղվում եք բիզնեսով, ինչպես որոշեցիք նաև սկսել ծավալել ձեր գործունեությունը այլ ոլորտում, նաև նշեմ մի կարևոր բան, հիմնականում այսօր հայաստանյան իրականության մեջ թե բժշկական ոլորտում եւ թե բիզնեսի ոլորտում կանայք միշտ բախվում են մի շարք դժվարությունների, որովհետեւ կա կասկածամտություն, որ տղամարդիկ օրինակ ավելի լավ բիզնես գործիչներ կարող են լինել կամ բժշկությամբ զբաղվել, քան օրինակ կանայք։ Իրականում ես այնքան հիանալի գործարար ընկերներ ունեմ կին, որ չեմ համաձայնի իհարկե, այդպես սերային խտրականություն հաստատ չի դնի ես ինքս, իսկ իմ գործունեությունը մեր բիզնեսում ավելի շատ մարքեթինգային ուղղությամբ է, ուղղվածությամբ է, իհարկե այն բոլոր հիմնաքարային հարցերին եւ այլն ես եւ ամուսինս ենք էլի հիմնական զբաղվում ու հիմնաքարային որոշումներ միասին ենք կայացնում, բայց ես ավելի շատ օրինակ մարքեթինգի գծով եմ, որովհետեւ այդ թվերը, այդ հաշվարկային ոլորտը չնայած մարքեթինգը ինքը եւս թվերի հետ կապ ունի, բայց ամեն դեպքում այդ մարքեթինգի գիծն եմ ինձ վրա վերցրել, որովհետև շատ հարցերում ես գիտեմ, որ ես գաղափար չունեմ, ես նույնիսկ գնացի ու երկրորդ մասնագիտություն որպես թվային մարքեթինգ սովորեցի, որպեսզի կարողանամ գլուխ անել այս ամեն ինչից, չունեմ ինքնակոչի ու մոտ ստացվել է Instagram blog վարել, եկել է ու հիմա մարքեթինգն է վերցրել, որպեսզի ինչ որ ինֆո ունենամ, նույնն էլ ամուսինս ինքն էր մասնագիտության բժիշկ ու մենք այս ոլորտում իրական բիզնեսի ոլորտում շատ սկսնակ ենք ու տենց մեզ շատ դժվար է, մանավանդ որ ամուսինս աշխատում է հիվանդանոցում, նույն ծանրաբեռնվածությամբ, ինչ առաջ էր, հետևաբար իրեն իմ օգնությունը շատ ավելի շատ պետք է, որովհետև ամեն դեպքում հիվանդանոցից հետո միգուցե 1-2 ժամ ազատ ժամանակ մնում է, որ կարող ես նվիրել քո բիզնեսին, բայց սկսնակ բիզնեսը սիրում է, որ դու իրանով անընդհատ զբաղվես։ Ու այդպես մարքեթինգի բաժինը ես եմ ինձ վրա վերցրել, հենց ամուսնուս եղբայրն է, տենց մեզ շատ օգնում այդ հարցում, մեզ մոտ տենց ավելի շատ ընտանիքով ընկղված ենք, այո, հենց բրենդի անունն էլ ամուսնուս ազգանունն է, այսինքն տենց մենք շատ ընտանեկան էլի, ամուսնուս եղբոր կինը, մի խոսքով շատ ընտանիքով սիրում իրար հետ անում ենք։ Իսկ ինչ եք
անում, որպեսզի ձեր արտադրանքը այսօր տարբերվի շուկայում գտնվող այլ նմանատիպ արտադրանքներից։ Եվ եթե կարող եք մի փոքր ներկայացրեք, թե ինչ արտադրանք է ընդհանրապես եւ ինձ թվում է նաեւ հետևորդներին կհետաքրքրի։ Ուրեմն մեր բրենդի անունը նախ նշեմ Ջանեսյան, ինչպես նշեցի, ամուսնուս ազգանունն է։ Ամուսինս մասնագիտությամբ մանկաբույժ է, այդպես ես շատ հպարտորեն կարող եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ոչ ես բլոգ ունեի, ոչ ինքը բլոգ ուներ, երբ որ մենք քայլում ենք փողոցով, շանցան տատիկներ, ծնողներ մոտենում էին, ասում էին դուք կարող եք մեզ չհիշեք, բայց մենք ձեզ կյանքում չենք մոռանալ, որովհետև մեր երեխային կյանք տվողը դուք եք։ Մանավանդ աշխատում նորացնային ռեանիմացիայում, վերակենդանացման բաժնում, հետևաբար տենց խոսքով շատ ընդհանուր շատ նուրբ պատասխանատու մասնագիտություն ունի ու նորածինների հետ աշխատանքը, օրինակ ես չեմ պատկերացնում, որ ես լինեի մանկաբույժ կամ նորածինների հետ աշխատեի։ Խոսքով բրենդի ստեղծման գաղափարը հենց մանկական խնամք ցանկացանք ունենալ հայկական արտադրության, սկսեցինք այդպես մանկական խնամք, հղիների, կրծքով կերակրող մայրերի ու առհասարակ զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար խնամք։ Այդպես, բայց հետո ավելի ընդլայնվեցինք, եթե բրենդը դեռ 1 տարեկան չկա, ասեմ, բայց ես կարծում եմ, որ այս մի քանի ամիսների ընթացքում մենք բավականին սիրվել ենք ու դրա մասին խոսում են, որ հաճախորդները վերադառնում են։ Այսինքն մեծամասամբ հաճախորդները արդեն մենք ունենք նույնիսկ հավատայում հաճախորդներ, որ անընդհատ վերջացավ, պատվեր գրանցեցին, վերջացավ, գնացին։ Այդպես ու տենց ընդլայնվեցինք, դեմքի խնամքի վրա սկսեցինք նաև աշխատել, այսինքն մենք դեմքի խնամքի պարագաներ եւս արդեն ունենք, չնայած որ սկսել ենք մանկական ու հղիների կրծքով կերակրող մայրերի համար նախատեսված խնամքից։ Այդպես օրինակ ինչով ենք մենք տարբերվում, ասեմ, ես կարծում եմ, որ օրինակ ուրիշ ոչ մի բրենդի կարծում եմ, չգիտեմ չեմ կարող հստակ պնդել, բայց ես այդպես եմ կարծում, որ պատվեր գրանցելիս մարդիկ չեն ակնկալում, որ ոնց որ տպավորություն, որ մանկաբույժի հետ շփվեն։ Իրենք գրում են, ուղարկում են նկարներ, որ մեր երեխայի մոտ սենցա, մեր երեխայի մաշկը այսպիսին է, իմ մաշկը այսպիսին է, մեկ կնեք բան։ Ու այդպես հասկանում ես, որ շատ ուրիշ ձև են բրենդին վերաբերվում, հենց ելնելով այն փաստից, որ բրենդի հիմնադիրը մանկաբույժ է, ու բացի դրանից նաև ատոպիկ մաշկ ունեցող երեխաները, այդպես շատ բազմաթիվ кейսեր ունենք, որ հենց ատոպիկ մաշկ ունեցող երեխաներին շատ օգուտ են տվել հենց Ջանեսյանի պրոդուկտները, տենց նույնիսկ ֆենոմենալ արդյունքներ ունենք, որ ուղարկում են 3 օրվա արդյունք, չգիտեմ 5 օրվա արդյունք, իրականում մենք դա ասում ենք դա խնամքի միջոցադեղորայք չի ու այդպիսի հրաշքներ ակնկալել իրենից չի կարելի, բայց ամեն դեպքում իրենց ուղարկած արդյունքները բոլորը համաձայնում են, որ մենք հենց բաց անունով հրապարակենք, ինչը մեզ տենց շատ ուրախացնում է, ասում են դուք հրապարակեք մեր ուղարկած նկարները, թող բոլորը իմանան, որ այսպեսի բրենդ կա ու ինքը հայկական է։ Նաև խոսեցիք ձեր ամուսնու մասին, մի փոքր կարող եք պատմել ձեր սիրո պատմության մասին։ Մենք արդեն համարյա 7 տարի է միասին ենք, նոր եմ գիտակցում, որ ահագին է արդեն, եւ 4 տարին ամուսնացած ենք, մի քիչ ավել։ Ու մեր սիրո պատմություն շատ հանկարծակի է սկսվել, սկզբում Արտուրը ինձ տեսել հետաքրքրվել է ինձնով, ես նույնիսկ չէի հիշում, չէի մտաբերում, չնայած որ խնջույքին տեսել էինք, բայց չէի մտաբերում։ Այ երկրորդ անգամ երբ որ գիտեի, որ ինքը ինձնով հետաքրքրված է, դա ուշադիր է հետով է ինձնով հետաքրքրված, ու շատ տենց կտրուկ հավանեցի։ Երբ որ ուշադրություն սկսեցի դարձնել, ինքը այդ ժամանակ դա աշխատող բժիշկ էր, արդեն մի քանի տարվա ստաժով, ես դեռ ուսանող էի, նույնիսկ արձինատար չէի։ Այդպես գնացինք ժամադրության ու հենց այդ ժամադրության պահից սկսած մենք որոշեցինք, որ մենք ընկերուհի ենք, որ մենք միասին ենք լինելու, դա շատ կտրուկ եղավ։ Իրական դա միանգամից շատ արագ սիրահարվեցինք ու տենց նույնիսկ այնքան ուրախ, չգիտեմ, ջերմ հիշողություններով եմ հիշում մեր առաջին ժամադրությունը, որ մենք որոշենք կրկնել մեր առաջին ժամադրությունը, օրեր առաջ նույն ժամադրություն դրով ուր գնացել ենք, ինչ խոսել ենք, ոնց հագնվել ենք, այդ նույնը ոնց որ բան էինք արել։ Նորից վերապրեցինք ու այդպես տենց շատ կտրուկ որոշեցինք, որ շատ համապատասխանենք ու չենք սխալվել, օրինակ ես տենց զարմանում եմ, ոնց կարելի է առաջին հանդիպմանը, ընդ որում հենց առաջին հանդիպմանը իմ ամուսինն ինձ ասաց, բանը, գիտես բանը, ես քեզ սիրում եմ, ինձ համար դա շատ որ լավ խոճա սպասիմ եմ։ Բայց տենց հստակ մնացինք իր դիրքորոշումը, որովհետև ես տենց չեմ առհասարակ տենց շատ սկեպտիկ եմ վերաբերում, ոնց կարա առաջին հանդիպան մարդ որոշի, որ ինքը սիրում է,
Բայց ինքս մեզ տենց ես հասկանում եմ մի անգամից, որ դու ես Վստահ է եղել։ Հա, վստահ էր։ Ես դες մի քիչ ժամանակ անցավ նոր հասկացա, բայց ինքը դες մի անգամից ասում էր, «Քեզ հիմա մենք իրար հետ ենք լինելու»։ Չլավ։ Նաև որոշակի տարիքային տարբերություն կա եւ մշտապես նաև դա են հարցնում, արդյոք տարիքային տարբերությունը ձեզ չի խանգարել եւ չկար հարաբերություններ սկսելուց առաջ վախ, որ կարող է օրինակ չհասկանաք միմյանց։ Չի ասի թե որևէ կերպ խանգարում է մեզ տարիքային տարբերությունը, նույնիսկ հակառակը շատ ուրախ եմ, որ մենք տարիքային այդպիսի տարբերություն ունենք, որովհետև շատ հարց եմ, ինձ շատ է օգնում, օրինակ իր կյանքի փորձը ավելի շատ է, ես հենվում եմ այդ կյանքի փորձի վրա, պարազիտար համակեցություն։ Չի խանգարում, ընդհանրապես չեմ զգացել, որ խանգարի։ Հարաբերությունից առաջ միգուցե եղել է վախ, որ մտածել եմ, որ 7 տարի է, էլի մեր միջև տարբերությունը 7 տարի ինձնից մեծ է։ Իդեպ մարդիկ ովքեր ցանկանում են ինչ-որ տենց վատաբանել կամ չգիտեմ որ ես ինձ ված կամ մեկ ասում են որ ասում են մեր տարիքային տարբերությունը 7 տարի ասում են իսկ ով է մեծ Բարձր տպավորությունն է որ տարիքով կարելի է մարդը վիրավորել ամենևին եթե նույնիսկ ես լինեի 7 տարի մեծ չեմ կարծում թե կնեղվեի բայց ամեն դեպքում միգուցե սկզբում կային ինչ-որ մտավախություններ բոլորը հոդս ցնդեցին երբ որ մենք արդեն միասին էինք Նաև դուք ձեր բլոգով, ձեր ամուսնու հետ միասին մոտիվացնում եք շատ երիտասարդների, տեղադրել եք մի հոլովակ, որտեղ ցույց եք տվել, որ 0-ից ամեն ինչ սկսելով դուք հասել եք այն արդյունքին, որ այսօր ունեք։ Կարող եք պատմել ինչ դժվարությունների եք բախվել եւ ընդհանրապես ակնկալում եք, որ կկարողանաք թեկուզ բլոգինգի միջոցով կամ ընդհանրապես կկարողանաք հասնել այս երիտասարդ տարիքում նման մեծ հաջողությունների։ Ինքն ուրախ եմ, որ sense ասում եք, որովհետեւ ես չէի մտածում, որ մենք հասել ենք տենց մեծ հաջողությունների, բայց շատ ոգևորում է կողքից, որ ասում են։ Իրական երևի այն մեկնաբանությունները, որ օրինակ ես հոլովակ էի տեղադրել, որ 3 տարվա ընթացքում ոնց որ մենք տենց վարձով էինք ապրում, երբ որ նոր ամուսնացանք, ես չէի աշխատում, սովորում էի այդ ժամանակ, միայն Արթուրն էր աշխատում, հետո ցույց եմ տալի, որ 3 տարի անց մենք հիմնում ենք մեր բրենդը, մենք ունենք տուն ենք գնել եւ այլն ու ոնց որ մարդիկ կային, որ գրում էին մեկնաբանությունում 3 տարում այդ ինչ է կարել, որ դրան եք հասել, այդտեղից եմ մոտ միտք առաջացավ, ես միգուցե իրոք ինչ որ տած մեծ բան են կարել, որովհետև ես մինչև այդ չէի զգում, ոնց որ կյանքը իր հունով գնում էր, ու ես կուզեի լինեինք շատ ավելի ամբիցիոզ, որը չէինք իրականում, կարծում եմ, որ լինեինք ամբիցիոզ, միգուցե տենց ավելի, չգիտեմ, իմ պատկերացումը մեծ հաջողությունների հասնեինք բայց ամենասկզբից էր ես իմացել եմ, որ Արտուրի հետ մեր համատեղ կյանքը հիմնականում լինելա դա շատ համերաշխ ու մենք կկարողանանք միասին ինչ-որ բան ստեղծել, որովհետև ի սկզբանե տեսնում եմ, որ այդ մարդը շատ ձգտող է, իր ձգտմանը գումարում ենք իմ ձգտումը ու ստանում ենք այն ինչ-որ ստանում ենք։ Սուսաննա ջան, նաև ձեր բլոգում, ինչպես նշեցիք, սկսել եք առողջ ապրելակերպի մասին, խոսելով, մոտիվացնելով հանրությանը եւ մինչեւ օրս շարունակում եք նաև այդ ոլորտը, ոչ թե կենտրոնացած եք այդ ոլորտի վրա, բայց շարունակում եք նաև կիսվել դրանով, այո։ Ինչ կարող եք ասել նաև սեփական մարմինը ընդունելու վերաբերյալ ձեր անցած ուղու մասին կարող եք մի փոքր կիսվել, որովհետեւ այսօր նիհարելու թեման գիտենք, որ արդիական է։ Հա, իրականում տենց մոլուցքի անման էս բանի նիհարելու թեման, օրինակ ես միշտ փորձում եմ իմ օրինակով ցույց տալ, որ պետք չի այդքան տենց շատ ծանր տանել այդ ամեն ինչը, որովհետև շատ ծանր ծայրահեղ մոտեցումները հիմնականում շատ վատ ավարտ են ունենում, օրինակ ես ունեցեմ այդպիսի էտապ, որ այնպիսի սննդակարգեր էի պահում, որոնք որ առողջությանս մեծ վնաս հասցրին, ու երբ որ հասցրին այդ վնասը, ես նոր հասկացա, որ խոսքով այդ էտապում ես բլոգ չէի վարում, բայց հիմա ես օրինակ շատ ուշադիր եմ, որ ոչ թե շեշտը դնեմ, օրինակ ես այսքան կիլոգրամ նիհարեցի, ես օրինակ կարամ դուրս գամ ստորիներ ու ասեմ, որ աշխատում եմ հենց հիմա նրա վրա, որ ունենամ որովայնի ռելիեֆ, ու այդ չի նշանակում, որ ես որովայնը չեմ ընդունում, այդ նշանակում է, որ ես ունեմ ինչ-որ պատկերացում, որ կարծում եմ, որ այդպես ինձ դուր կգա ու հիմա էլ է դուր գալիս, բայց այնպես միգուցե ավելի դուր գա, ես ունեմ ինչ-որ կետ, որին ձգտում եմ, աշխատում եմ սնունդը երբեք չտարբերակել վատ սննդի ու լավ սննդի։ Անկեղծ ես ընդհանրապես իմ էջում հիմա չեք էլ տեսնի, որ ես ասեմ, ես որոշեցի մի քիչ չարություն անեմ, որովհետև դա չարություն անել չի, դա նորմալ բնական երևույթ է, որ քո սիրտը ուզում է օրինակ չիփս։ Դու կարես գնաս ուտես այդ չիփսը, այդ ծայրահեղությունները առողջ ապրելակերպի հետ իմ կարծիքով կապ չունեն, որովհետև առողջ ապրելակերպը այդ ոչ թե ջիմ գնալն է ու սննդակարգ պահելն է, այլ
առողջ վերաբերմունքն է քո մարմնին, օրինակ ֆիզիկական ակտիվություն ունենալ, որովհետև այդ պետքա ու այդ քո առողջությունն է ամրապնդում, այնտեղ լավ սննդարար բաներ ուտել, սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունել, բազմազան, որպեսզի քո առողջության համար, քո օրգանիզմի համար դրական որևէ բան անես, դից շատ ծայրահեղությունների հետևից ընդհանրապես չեմ մտնում, շատ ֆիլտրում եմ, թե ես ինչ եմ ասում, ոչ մի վնասակար ուտելիք, այդպիսի բաներ էլ ինձնից հաստատ չեք լսի, եթե նույնիսկ մի ժամանակ լսել եք։ Նաև այսօր իդեալականին հասնելու ձգտումները մարդկանց ստիպում են օգտագործել մի շարք դեղամիջոցներ, իհարկե անուններ չեմ նշի, դա գովազդի տեսքով ավելի շատ կլինի, բայց ինչպես կարող են կանխարգելել այս этаպը, քանի որ նաև նշեմ, որ դեղամիջոցների օգտագործումը շատ պրոպագանդում է Հոլիվուդը եւ մարդիկ երբ որ տեսնում են, թե միանգամից ոնց են կարողանում ստանալ այդ արդյունքները, մտածում են ավելի լավ է ես գնամ այդ կարճ ժամանակահատվածում շուտ նիհարեմ, թեկուզ ինչ որ առիթի համար նույնիսկ, քան օրինակ առողջ ապրելակերպով սկսեմ զբաղվել։ Ինձ թվում է կարելի է օրինակ կանխել նրանով, որ ցույց տանք, որ այդ դեղամիջոցները ունեն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին չեն խոսում, միշտ խոսում են, որ տեսեք ինչ արդյունք ունեն, բայց երբեք այդ կողմնակի ազդեցությունների մասին չեն խոսում, որովհետև ես կարծում եմ պետք է դրա մասին օրինակ շատ խոսել, ու նաև օրինակ ես հենց երեք երևի այդպիսի հոլովակ էր ինձ մոտ բերել, որ այդ նույն դեղի ազդեցությունը կարող են օրինակ առաջացնել, չգիտեմ, այս ինչ համադրությունները, որ դուք այսքան չեմ բջջանյութ այսքան օգտագործեք, այսպիսի, չգիտեմ, սննդի հետ համատեղելով եւ այլն, դուք էլի այդ հագեցվածության զգացումը, այդ ամենը կունենաք, պետք չի էլի անցնել այդ դեղամիջոցներին, որովհետեւ այն բացասական կողմնակի էֆեկտն է, որ բերում են այդ դեղամիջոցները, չգիտեմ, արժեն այդ ամենը արժի ոնց որ առողջության հաշվին ուղղակի նիհարես։ Նաև հիմա շատ տարածված է ստամոքսի փոքրացումը, բայց ես օրինակ գիտեմ, որ լիքը դրական արդյունքներ են իրենք ունեցել, բայց մի փոքր սուբյեկտիվ է, չէ, որովհետև եղել են դեպքեր, երբ որ մարդը նորից քաշը հետ է հավաքել, որովհետև ինձ թվում է, որ օրինակ ստամոքսը փոքրանում է, բայց ինչպես նշում ենք, սննդային վարքագծի խանգարումների ժամանակ հոգեբանորեն մարդը շարունակում է իր վարքագիծը պահպանել։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև ամեն ինչ sense ուղեղից է գալիս։ Նկատի ունեմ, եթե դուք սննդային սովորությունները չես վերանել, չես կարողացել հասնել, շատ դժվար ավելի ճիշտ նույն ձևով կարող ես նույն քաշը հետ հավաքել։ Այդպիսի օրինակներ կան, իհարկե հաջողված օրինակներ էլ կան, այդ խոսումը մարդու ոչ միայն ֆիզիկական փոփոխություններից, այլև մենթալ փոփոխություններից, այսինքն մինչև մենթալ ինչ-որ բան չփոխվի, այդ վիրահատությունը կունենա ինչ-որ կարճաժամկետ ժամանակավոր ազդեցություն։ Եվ եթե բժշկությունից մի պահի հետ վերադառնանք բլոգերության աշխարհ, ընդհանրապես ճանապարհը դժվար է միշտ լինում եւ մեզ մոտիվացիա է անհրաժեշտ լինում, ով կամ ինչն է եղել ձեր մոտիվացիայի աղբյուրը, որ երբ որ դեմոտիվացված ես լինում կամ թեկուզ նորից բացական արձագանքները գալիս են ու որոշում ես մի պահ թողնել քո գործընթացը, ինչն է ձեզ մղել, որպեսզի առաջ շարժվեք։ Ուրեմն ես ունեմ շատ կատակում եմ ու ասում եմ, որ տոքսիկ աշխատասեր ընկերներ ամուսին ու իրենց ես երբեք չեմ տեսել, ինչ որ հույսներ դնեն ինչ որ մոտիվացիայի վրա, իրենք միշտ այդպես դիսցիպլինար աշխատում են ու ես միշտ դա եմ տեսել, որ իմ անկեղծ ես չեմ տեսել, որ իմ ամուսին ինչ որ մի օր դեմոտիվացված լինի ու ասի չգիտեմ ինչ եմ արեք աշխատում։ Ու ես տենց հաճախ նայում եմ իրեն, իմ ընկերներին, ովքեր տենց տոքսիկ, այդպես էլ չի կարելի, իհարկե հանգիստ պետք է, տոքսիկ աշխատասեն, անընդհատ աշխատում են ու իրենց մեղավոր են զգում, որ չեն աշխատում, ես այդպես չեմ։ Ես ամեն դեպքում բալանսը պահել գիտեմ։ Ու երբ որ տեսնում ես, որ տենց մարդիկ կան, որոնք որ երբեք մոտիվացիայի վրա հույսներ չեն դնում, դիսցիպլինայով շարժվում են առաջ, ես էլ եմ ինձ համար մանավանդ վերջին ամիսներին վերցրել եմ, օրինակ եթե ես հասկանում եմ, որ ինձ ոչ մի բան չի մոտիվացնում, որ ես շուտ քնեմ, ես ուղղակի պետքա գիտեմ, որ դա պետքա անեմ, տարբերակ չունեմ, ինձ ոչինչ չի մոտիվացնում, որ ես քնիս ռեժիմի վրա կամ ջրային բալանսի հետ կապված ինչ որ աշխատանք տամ, ոչինչ չի մոտիվացնում, նույնիսկ ոչ նիհարելը, ոչ առողջությունը այդ պահին ոնց որ չի երևում այդ արդյունքը, դրա համար տենց երկարաժամկետի համար ասում եմ դա լավ։ Բայց հասկացել եմ, որ եթե ես գիտեմ, որ պետքա, որ ես այսքան քայլ անեմ օրվա մեջ, ուզեմ չուզեմ, ես դա պիտի անեմ։ Պետքա ջիմ գնամ, որովհետև ես իրոք ցանկանում եմ ջիմ գնամ, բայց օրեր են լինում, որ ուղղակի հավես չեմ ունենում։ Այդ ժամանակ ես ասում եմ, չէ, ոչ մի մոտիվացիա ինձ ոչինչ չպիտի մոտիվացնի, ես ուղղակի պետքա ոնց ես գնում աշխատանքի, այդտենց գնամ ջիմ։ Նաև Սուսաննա ջան, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր փնտրում են իրենց ճանապարհը, քանի որ նշեցինք, որ բավականին դժվար է թեկուզ մասնագիտական ընտրություն կատարելը։ Նաև ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր թեկուզ ցանկանում են բլոգերությամբ զբաղվել։ Օրինակ
Այս եւ իմ ցավոտ թեման է, որովհետեւ շատ ու շատ երիտասարդներից լսում եմ, որ դառնամ բլոգեր, հեշտ գումար աշխատեմ, հեշտ գործ ունենամ, բայց մենք տեսնում ենք մի քանի հաջողված кейսեր բլոգերների, բայց չենք տեսնում ինչքան չհաջողված кейսեր կան։ Մարդիկ, որ տարիներով աշխատում են, ուզում են բլոգինգով գումար վաստակել ու չեն կարողանում, որովհետեւ միգուցե դա անում են հենց գումար աշխատելու համար, դրա համար չի ստացվում։ Միգուցե, չգիտեմ, շատ լավ կոնտենտ են գեներացնում, բայց գովազդների մասով չի ստացվում, չգիտեմ, հազարը մի բան կարող է լինել, ու ես շատ նեղվում եմ, որ երիտասարդները մտածում են, որ բլոգինգով զբաղվել է հեշտ գումար աշխատելն է, որովհետև շատ ու շատ մարդիկ փորձում են լինել բլոգեր, բայց քչերի մոտ է ստացվում հենց բլոգինգով գումար աշխատել։ Իսկ թվում է այտենց իլյուզիա է ու միֆ է, որովհետև քիչ են բլոգերները, որոնք այտենց հենց միայն բլոգինգով հաստատում են իրենց կյանքի համար ու գոհ են, որովհետև Այդ այդպես չէ, էլի, տենց ուղղակի որոշեցիր, վերցրեցիր կամերան, ասացիր, ես գնում եմ ստեղ հաց ուտելու, ու բոլորը ինչ լավ է։ Նաև վերջերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ բլոգերներից մեկը ասում էր, որ օրինակ բլոգինգով զբաղվող մարդիկ շատ հեշտությամբ են գումար աշխատում, ինչը որ աշխատում են այն մարդիկ, ովքեր որ ծանր աշխատանք են օրինակ իրականացնում։ Ընդհանրապես հրա վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Կասեմ, որ ինչ որ առումով համաձայն չեմ, այն իմաստով, որ օրինակ հոլովակը տեսել եմ, ասում էր, որ 10 վայրկյանի համար ոնց որ բլոգերը ավելի շատ է վարձատրում, քան ենթադրենք ուրիշ մասնագիտության տեր մարդը, որ ավելի լուրջ գործ է անում։ Ես կարծում եմ, որ եթե 10 վայրկյանում ոնց որ գումար աշխատելու լիներ, ցանկացած մարդ կվերցներ հեռախոսը 10 վայրկյան story կնկարեր, կաշխատեր։ Ուսում եմ, որ ամեն դեպքում այդ 10 վայրկյան չէ, էլի դրա տակ եղած աշխատանք է, որը միգուցե տարիներ է տևել, բայց այն մասով, որ ինքը խնդիր է բարձրաձայնում, որ ուսուցիչներ օրինակ շատ քիչ են վարձատրվում մեր երկրում ու դա անարդար է, ես համաձայն եմ իր հետ, դա անարդար է։ Ուղղակի ինձ թվում է ինքը համեմատել էր անհամեմատելին, որովհետև ոնց որ եթե ինչ-որ մեկին, չգիտեմ, ասում են օքեն գովազդատուները, որ այսքան գումար տան եւ այլն, այդ մարդը ես չեմ պատկերացնում, ասի չէ, ինձ մի տվեք, որտեվ ուսուցիչը այսքան չի աշխատում կամ այսքան մի ամսվա մեջ է աշխատում։ Ուսում այս ինչ որ շատ խորքային ու գլոբալ խնդիր է, որի լուծումները մի տեսակ ուրիշ տեղ է պետք փնտրել, որտեվ ես համաձայն եմ։ Ես նույնիսկ համեմատում եմ օրինակ բժիշկների աշխատանքը պատասխանատվության տեսակետից, մենթալ, հոգեբանական ճնշումները, որոնք որ իրենք ենթարկվում են, որտեվ տենց հեշտ չի ապրելը, այսինքն, չգիտեմ, էլի բժշկի վրա դրված, օքեյ, ժամանակատար ոչ մի գործ չթերագնահատելով, բայց բժշկի գործը ոչ միայն ժամանակատար է, այնքան բան կա դրա տակ թաքնված, ու այնպես ինչպես վարձատրում են բժիշկները, ես միշտ այդ անարդարություն տեսել եմ, ինչի պետք է բժիշկը մի հատ հերթապահության համար ավելի քիչ գումար ստանա, քան օրինակ ինչ-որ մեկը story անելու, այդ անարդարությունը մոտ եւս եղել է, բայց այդ զգացումը Բայց ես մեկը մտածում եմ, որ բլոգերը չի էլի այստեղ մեղավոր, այստեղ ավելի խորքային, sense պետական ինչ որ հիմնակարային փոփոխություններ պետք է լինեն, որտեղ բլոգերը չի մեղավոր, որ իրեն պատրաստ են ավելի շատ վարձատրեն, քան բժշկին։ Նաև եթե ամփոփիչ հարց էսպիսի տանք, եթե վերադառնայիք անցյալ, թեկուզ 18 տարեկան հասակում, ինչ խորհուրդ կտայիք ձեզ։ Օй, խորտ կտա շատ մեծ երազել, որովհետև ես շատ զուսպ եմ եղել իմ երազանքների մեջ, բայց այդ երազանքները իրականացել են ու դրա համար մտածում եմ, որ պետք է ավելի մեծ հիմա էլ տենց ավելի մեծ եմ փորձում քիչ մտածել երազել, որովհետև հասկացել եմ, որ երազանքները իրականանալու հակում ունեն։ Դե ինչ Սուսաննա ջան, շնորհակալ եմ նման հետաքրքիր եւ հաճելի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։